Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ունենք հնարավորություն ձեզ ողջունելու։ Մենք ենք Սուրենը, Սոնան, Ադրինեն, Արևն ու պայծառ տրամադրությունը։ Այո, բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետև այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր եթեր։ Այո, ամառային հրաշալի օր է բոլորիս համար եւ հաջորդիվ մոտակա 10 օրը նույնպես էլի ամառային տրամադրությունը, այնպես որ փորձեք այս տրամադրության մեջ ամբողջությամբ ներառվել ձեր գործերով, ձեր ժպիտով, ձեր արևով ու պայծառ շողացող տրամադրությամբ։ Իսկ մենք փորձենք այս ամենը լրացնել մեր եթերներով, ինֆորմացիոն, հետաքրքիր ու ամենակարևորը շատ համեղ։ Այսօր արդեն հունիսի 19 է, օրը 5 շաբթի, ժամանակը շատ արագ է առաջ ընկնում եւ Թերթելով պատմության էջերը տեսնենք, թե ինչ նշանավոր մարդիկ են ծնվել հենց այսօր։ Հունիսի 19-ը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան օրն է։ Երաժշտական կրթություն Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում է ստացել, ուսանողական տարիներին բաս գիթառ է նվագել, ինստիտուտի երազողներ վոկալ գործիքային նվագախմբում։ Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութունջյանի հետ նվագել է ջազ քառյակում, որի շրջանակում էլ 1970 թվականին Կույբիշևի միջազգային ջազային փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր։ 1972 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիո էստրադային սիմֆոնիկ նվագախմբում։ 1997 թվականից Երևանի կոնսերվատորիայի էստրադային ջազային երաժշտության ամբիոնի վարիչն է։ Երզնկյանը հեղինակել է մի շարք սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային ստեղծագործություններ, որոնց զգալի մասը ընդգրկված են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Գրել է Մուսալեր սիմֆոնիկ պոեմը, կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, լալային կվարտետ, ռոմանս ձայնի եւ թավջութակի համար, սոնատներ, էստրադային երգեր։ Նրա մի շարք ֆիլմերի եւ թատերական բեմադրությունների երաժշտությունները դարձել են բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր։ Այո, հիանալի մարդ, իսկ ինձ բախտ է վիճակվել մայեստրոյի հետ ունենալ հարցազրույց, ինչը կարծում եմ բավականին մեծ պատիվ էր ինձ համար, այնպես որ շնորհակալություն։ Անցնենք առաջ, այսօր նաև դերասանուհի Տաթևիկ Ղափալյանի ծննդյան օրն է։ Տաթևիկ Ղափալյանը ծնվել է Երևանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափալյանի ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, հանդես գալով տարբեր դերախաղերով։ 1993 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, 2009 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Իմ անուշ տղա» ներկայացումը նվիրված որդու հիշատակին, մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում։ Շարժվենք առաջ եւ եւս մեկ անգամ բարի լույս ասելով հորդորենք, որպեսզի իհարկե ինչքան էլ փորձում ենք Երևանյան այս տրամադրության մեջ, առավոտյան այս խցանումների մեջ իհարկե շարժվել, բայց միևնույն է փորձենք պահպանել նաեւ հանգստություն, որպեսզի խցանումներ չլինեն, չէ՞։ Իհարկե, հատկապես երբ ամառ է եւ մենք ավելի մեծ ակնկալիքներ ունենք այս եղանակից երթևեկության առումով եւ ցանկանում ենք, որպեսզի քաղաքը ավելի թեթև լինի, քան աշխատանքային օրերին, դպրոցական, ուսանողական այդ բուրըն շրջանի ժամանակ, հիմա ավելի մանրամասն իհարկե տեսնենք մեր ակնկալիքները, սպասելիքները արդարացվում են, թե ոչ։ Շատ վատ ամից։ Շատ վատ, որովհետեւ այս պայդրությամբ գրեթե բոլոր փողոցները վթարկան նույնիսկ։ Այո, կարմիր են, դա նշանակում է խցանված են եւ երկու վթար կա։ Սուրարի կանաչներից խոսում, որտեղ կանաչները ավելի քիչ են։ Այո, Միասնիկյանի ճնող հատվածում կա վթար, որի հետևանքով չէ բարձրացող հատվածը արդեն կատվածահար վիճակում է, այստեղ վթարի հետևանքով բավականին երկար խցանում կա։ Վթար կա նաև իհարկե Մաշտոց պողոտայում, այստեղ նույնպես հենց այդ վթարի հետևանքով լուրջ խցանում կա եւ բնականաբար արդեն իսկ Միասնիկյանում երկու վթար կա բարձրացող հատվածում, այնպես որ երկուսն էլ բավականին լուրջ խցանում են առաջացրել, ինչպես նկատում են կենտրոնում, փոքր կենտրոնը, Կորյունը, իհարկե այս պայդրությամբ Սարյան փողոցը ամբողջությամբ խցանված է, Բաղրամյան փողոցը փակ է եւ իհարկե այդ փակ լինելու պատճառով էլ արդեն իսկ զգալի խցանում կա, հատկապես բարեկամությունից իջնող Բաղրամյանը բավականին լուրջ խցանված է, Օրբելի եղբայրներ փողոցը խցանված է, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, Կոմիտասի պողոտանը երկկողմանի խցանված, Վաղարշ-Վաղարշյանը, մի խոսքով Արաբկիրի շրջանը բավականին լուրջ խցանման մեջ է այս պայդրությամբ, Հալաբյան փողոցում կա խցանում, եւս մեկ վթար կա այս պահին դեպի 16 եւ 17 թաղամասներ գնացող Խաչմերուկի վրա, որտեղ նույնպես վթարի հետևանքով արդեն իսկ կա երկկողմանի խցանում։
Սա նույնպես բավականին անհաջող տարբերակ է։ Աթենքի փողոցը նույնպես այս պայմանությամբ խցանված է, Իսակով պողոտան ամբողջ երկարությամբ կենտրոն գնացող։ Ինչպես միշտ։ Հատվածը խցանված է։ Մի խոսքով Երևանը ամբողջությամբ խցանված է, մնացեք տանը։ Եվս մեկ վթար ունենք Սեբաստիա փողոցում, ահա, ինչպես նկատում ենք։ Սա ինձ գիտես ինչն է հիշեցնում։ Մաֆիա խաղը, հա։ Բոլորը բացում են աչքերը, իսկ Երևանի փողոցներում խցանված է։ Առավոտը, այո, խցանումների առումով բարի չէր։ Ինչպես հասկանում ենք, իհարկե այստեղ Երևանի փողոցները բավականին խցանված են, դե հիմա սա է։ Որպեսզի լավ բաներից խոսենք, առավելևս համեղ իհարկե բաներից, այս պայն տեղափոխվենք Խոհանոց Սոնա։ Եվ ողջունենք Մշրատ Սիրելի Ադրինային ու ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Բարի լույս Սիրելի Ադրինե։ Բարի սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, հուսով եմ ունեք բարձր տրամադրություն, որովհետև միացել եք մեզ եւ միասին պետք է այսօր պատրաստենք շատ համեղ ուտեստ, տաք ուտեստ կամ նախուտեստ, ինչպես կուզեք անվանեք։ Ահա բաղադրիչները արդեն սեղանին են։ Ես հորդորում եմ, որ օրը սկսենք նախաճաշով, շատ համեղ նախաճաշով, թեկուզ մեկ հավկիթ, թեկուզ մի կտոր հաց ու պանիր, մի կտոր հաց եւ մեղր, ինչպես ամեն առավոտ, յուրաքանչյուր առավոտ կրկնում եմ այս մասին, այսօր էլ բացառություն չէ, ես ուզում եմ, որ դուք անպայման նախաճաշեք, սովորություն դարձնեք նախաճաշը, որովհետեւ այն օգտակար է, ճիշտ է, հետևեք ձեր օրգանիզմի պահանջներին, բնականաբար շատերս վաղ արթնանալով մեկ անգամից չենք կարողանում նախաճաշել, մեզ քիչ ժամանակ է պետք ուշքի գալու, օրգանիզմը արթնացնելու, հետո նոր նախաճաշելու, դա կապ չունի, բայց անպայման այս ընթացքում վաղ առավոտից մինչ ճաշի ժամը փորձեք այդ ընթացքում որևիցե բանով ձեր օրգանիզմը հագեցնել եւ ասեմ ինչ ենք պատրաստում այսօր, մենք սունկ ունենք այստեղ, եթե տեսնում եք, բավականին մեծ չափի սունկ եմ ընտրել, այսինքն սա նշանակում է, որ մենք պատրաստելու ենք լցոնված սունկ, իսկ լցոնելու ենք այն հավի կրծքամսով, կարմիր պղպեղով, հենց սնկի տոտիկներով, այն կմանրացնենք եւ կավելացնենք մեր խճողակի մեջ եւ իհարկե այստեղ ունենք եւ թթվասեր եւ ունենք սուլուգունի պանիր եւս օգտագործելու ենք, ինչպես միշտ, ինչպես յուրաքանչյուր այն համեղ ուտեստների մեջ, որոնց բաղադրատոմսը պահանջում է պանիր։ Ահա, անցանք առաջ, սիրելիներս, սկսենք կամաց աշխատանքը, այս բոլորը ինչ որ նշեցի, մենք դեռ մի փուլ պետք է անցնենք, այս բաղադրիչները տապակենք, հետո սունկը արդեն լցոնենք եւ պանրով տեղափոխենք ջեռոց։ Հիմա սկսում ենք իսկական գործողությունները, ես հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ, բայց մինչ աշխատանքը սկսելը մեզ մոտ մի փոքր դադար կլինի, հետո կվերադառնանք ու կշարունակենք, դուք մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես միշտ առավոտները սկսում ենք լավ տրամադրությամբ, ժպիտներով եւ իհարկե ռիթմերով, իսկ այս պահին առաջարկում եմ որպեսզի մտածենք նաեւ երեկոյի մասին եւ մեզ հետ այսօր անպայման վերցնենք բրիզը, որը իհարկե հիանալի համադրությունն է երեկոյի համար։ Ռոզե փրփրուն գինին, որը ներկայացնում է Ջովանի գինու գործարանը, հաստատ այս երեկո կլինի ձեր լավագույն ընկերը։ Իսկ առավոտները պետք է սկսել կատնամթերք օգտագործելով։ Անհալատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ զգացեք անհաճույքը, որը ձեզ տալիս է ճամփորդությունը, ճամփորդեք ամբողջ աշխարհով մեկ, բայց հիմա մենք առաջարկում ենք ճամփորդել մեր Հայաստան լեռնաշխարհով մեկ, ինչպես ասում են, եւ իհարկե բացահայտել այն վայրերը, որտեղ բնությունն է, խաղաղությունը եւ ներդաշնակությունը։ Այս հարցում մեզ օգնում է մեր ընկեր Արթուրը։ Գիտեք ինչու եմ այսքան անկեղծ ժպտում, որովհետև մեր հաղորդման շրջանակներում պատիվ ունեմ լուսաբանել այն թատրոնը, որտեղ ես ստեղծագործում եմ։ Առաջին Հայաստանի տեխնիկային թատրոնը, որը կրում է Ստեփան Ալիխանյանի անունը։ Իսկապես
շատ ուրախ եմ, շատ հաճելի է, որ կիսվում եմ ձեզ հետ իմ առօրյայով։ Տիկնիկային թատրոնը մի ուրույն հեքիաթային աշխարհ է, որտեղ վարակույրի բացվելուն պես երեխան հայտնվում է այդ աշխարհում եւ որտեղ ձևավորվում է երեխայի գեղագիտական ճաշակը եւ սերը առ թատրոն։ Իսկ այժմ ես ուշանում եմ փորձից, գնանք միասին փորձի։ Չէ, ֆռում զումը։ Հա, գիտեք, տեսեք, ես էլ իմանամ։ Ավորի, բոլորս էլ այդպես ենք, քանի էջեր են վարել հետո փոշմանները։ Արի փորձենք Թումանյան, Զավեշտավի կերնի, մետում նայեմ։ Թումանյան ջան, Սա տիկնիկային թատրոնի տիկնիկների պահոցն է։ Խաղացանկային ներկայացումների տարբեր տարիների տիկնիկները այստեղ ենք պահում, իսկ ահա կոնկրետ այս տիկնիկը, կապիկը 1937 թվականի տիկնիկ է։ Պատկերացնում եք ինչ պատմական արժեք է ներկայացնում իրենից այս տիկնիկը։ Սա էլ տիկնիկային թատրոնի երկրորդ նորաբաց դահլիճն է, որտեղ բեմադրվելու են ներկայացումներ արդեն մեծահասակ հանդիսատեսի համար եւ այստեղ դեռ բազում պրեմիերաներ են սպասվում։ Տիկնիկային թատրոնի մասին էլ ավելի մանրամասն մեզ կպատմի թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։ Այժմ գտնվում ենք Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնում, որը հիմա վերանվանված է Գյումրու Ստեփան Ալիխայանի անվան տիկնիկային թատրոն։ Թատրոնի մանկական դահլիճում ենք, դահլիճը բավականին փոքր է, 120 տեղ, բայց ջերմությունն այնքան մեծ է, որ այդ փոքրությունը չի խանգարում։ Թատրոնը բավականին ակտիվ պրոցեսի մեջ է, այս պահին պրոցես է անցնում, բեմադրում ենք Խնկո Ապոր գործերից, հանձնարարված է Լևոն Կաժոյանին, դերասան, որ բեմադրի Մկների ժողովը, եւ Մկների ժողովը համեմել ենք Սուտլիկ Որսկան տարբեր թեմաներով, բավականին հետաքրքիր պրոցես է ստացվում ու կարծում եմ նորություն կլինի հանդիսատեսի համար։ Տեսնենք ընթացքը ինչպես կլինի եւ շուտով պատրաստվում ենք առաջնախաղի։ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ենք պատրաստվում։ Իսահակյանի գործերը բավականին բարդ է դարձնել թատերային, բայց մենք այդ ռիսկին գնացինք եւ ընտրեցինք գործերից մեկը Նոկիմ քաղաքի խելոքները, բայց ներկայացումը ավելի էսթետիկ դարձնելու համար նախապրոցես պիտի բեմադրվի, բեմադրում է մեր ռեժիսոր Անի Մարգարյանը։ Ներկայացումից առաջ բեմում են տիկնիկներով մեր հայոց մեծերը։ Ֆրունզիկ Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, վերջից եմ գալիս, Հովհաննես Թումանյան, բավականին հետաքրքիր է, Շիրազ նաև, ու կարծում եմ դա մեր թատրոնի համար կլինի յուրահատուկ ներկայացում, որովհետև մեծին ներկայացնել հավուր պատշաճի, դա շատ կարևոր է եւ նաեւ կարևոր է դաստիարակչական պրոցեսը, որպեսզի մեր մանուկները մեր մեծերին նաեւ ճանաչեն թատերային ձեռագրով։ Եվ կարծում եմ դա էլ բավականին հետաքրքիր ներկայացում կստացվի։ Տիկնիկային թատրոնի հեքիաթային կողմի մասին, այդ հավատքի մասին, թե ինչպես է, իհարկե ես պետք է պատմեմ ավելի շատ, ուղղակի մի քիչ ինչպես է տիկնիկը ձևավորվում, կենթանություն ու շունչ ստանում։ Տեսեք, դա այդ ամբողջ պրոցեսը ինչի մասին ուզում եք իմանալ, դա թատրոնի մոգականության մասին է խոսում։ Եթե թատրոնն իր մեջ չի ներառում այդ էներգետիկ դաշտը, ինչքան ուզում է գեղեցիկ տիկնիկ պատրաստես, ինչքան ուզում է շքեղ ներկայացում ունենաս։ Եթե այդ մոգականությունը չկա, ուրեմն ավելի լավ է ոչինչ չանել։ Իսկ երբ որ կա այդ մոգականությունը, այդ
ձգողական էներգիան, որը ներկայացման ընթացքում նաև առաջանում է դերասան ու հանդիսատես խաչասերման, արդյունքում դա հրաշքների հրաշքն է։ Այդտեղ է թատրոնը ստեղծվում, թատրոնը սկսվում է այդտեղից։ Փորձերն ամենակարևորն են, բայց հանդիսատես, հատկապես որ հանդիսատեսը քո երեխան է, երեխաների ու բեմի այդ սրբությունը ես չեմ վախենում այդ բառն ասել, որովհետև թատրոնն իրապես եկեղեցի է։ Այդ էներգետիկ դաշտի շփումից դու ստանում ես աղոթք։ Եվ երբ որ ներկայացումների ավարտին այդ փոքրիկ թաթիկներից ծափերը լսում ես, դա ամենամեծ աղոթքն է, որ բարձր հնչվում է այդ բալիկների թաթիկներից։ Ու երբ որ թատրոնում շաբաթը գոնե մինիմումն եմ ասում 4-5 անգամ այդ աղոթքը հնչում է, դա խոսում է արդեն իրոք հրաշքի մասին։ Եվ այն անձինք, ովքեր ստեղծագործում են այդ թատրոնում, իրենք էլ են վարակվում դրանից։ Եվ իրենք էլ կյանքում դառնում են այդ հրաշքից մի մասնիկ, ովքեր օրինակ են դառնում հասարակության համար, ցանկացած դրսևորումներ։ Չգիտեմ, թատրոնը լավ բան է։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ դուք մնացեք մեր եթերում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Սիրելիներս, ես աշխատանքի մեջ եմ, փորձեցի այս ընթացքում, երբ գեղեցիկ այս տեսահոլովակն էինք դիտում մեր գործընկերոջ կողմից, ահա ես փորձեցի հավի կրծքամիսը մանրացնել։ Հիմա ինչ պետք է անենք, պետք է տապակենք այս համեղ միսը եւ իհարկե անցնենք առաջ, շարունակենք մյուս փուլը։ Ահա ես թավայի մեջ արդեն յուղը լցրել եմ, մեր հավի կրծքամիսը կտեղափոխենք թավայի մեջ, թող իրեն համար այսպես տապակվի, իսկ մենք կշարունակենք մեր աշխատանքը։ Ահա, իմիջիալոց ասեմ, որ պետք է կտրատել շատ մանր։ Սա կդնենք մի կողմի վրա, այլևս մեզ պետք չէ։ Ահա, սիրելիներս, ասեմ ինչու շատ մանր, քանի որ այստեղ սունկը անկախ նրանից, որ մեծ սնկի մեջ պետք է լցոնենք, այնուամենայնիվ այսպես ասած շատ տեղ չենք ունենա, դրա համար որքան բաղադրիչները միջուկը մանր կտրատված լինի, այդքան ավելի հարմար կլինի։ Տարածենք, որպեսզի տապակվի հավի կրծքամիսը ու անցնենք առաջ։ Այսպես, ինչ ենք անում հաջորդիվ։ Սիրելիներս, գիտեք, ես վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք այս բաղադրատոմսին եւ շատերդ պատրաստել եք, գիտեք պատրաստման եղանակը, ես չէ, որ պետք է ձեզ ուղղություն տամ, բայց միասին եւս մեկ անգամ կրկնենք, հիշենք, թե ոնց է արվում այս ամենը։ Տոտիկը սնկի այս հատվածը հեռացնում ենք, որպեսզի էլի մանր կտրատենք եւ ավելացնենք մեր խճողակի վրա։ Ահա, շատ հեշտությամբ դուրս է գալիս հենց ձեռքի օգնությամբ, ահա, տոտիկը հեռացնում ենք եւ այսպես։ Հաջորդը իմիջիալոց շատ թարմ եւ շատ լավ սունկ է
Եթե այսօր չեք հասցնի բաղադրիչները ձեռք բերել, ապա կարծում եմ հանգստյան օրերին, շաբաթ-կիրակի օրը շատ լավ բաղադրատոմս է, որպեսզի ընտանիքի անդամներին հյուրասիրեք այս տարբերակով։ Ահա, ես սկսեմ մանրացնել սունկը։ Էլի շատ մանր կկտրատենք, սիրելիներս։ Բավականին մանր։ Սունկը, սիրելիներս, գիտեք, էլի շատ օգտակար մթերք է, շատ օգտակար բանջարեղեն է այն, իհարկե մեծ մասը հյութ է պարունակում, հեղուկ է պարունակում, համարյա 92-95% հյութ է, բայց այնուամենայնիվ ունի էլի շատ կարևոր վիտամիններ, որոնք պարբերաբար ընդունելիս մեր օրգանիզմը շատ կարող է թարմանալ։ Հիմա ամառ է, սիրելիներս, կարծում եմ սունկը շատ համահունչ է յուրաքանչյուր բանջարեղենի հետ, կարելի է շատ հաճախ համադրել եւ ինչու ոչ նաեւ մսամթերքի հետ, շատ համահունչ է սունկը, համարյա բոլոր ուտեստներում կարելի է ինչ որ ձևով այն օգտագործել։ Ես այս մասին շատ եմ ասել, բայց եւս մեկ անգամ կկրկնեմ, որ ընդհանրապես աշխարհում սնկերի տեսականին շատ մեծ է, շատ տեսականի կա։ Մի ամբողջ ասում են աշխարհ միայն պատկանում է սնկերին։ Այնպես որ կարելի է տարբեր սնկերով շատ տարբեր բաղադրատոմսեր պատրաստել։ Զուգահեռ փորձենք, այո, հավնել, հավի կրծքամիսն էլ հետևել, զգուշ լինել, որպեսզի չայրվի։ Ինչ հավելություններ ես դու պատրաստում։ Ես շատ եմ սիրում սունկ, դեպ նշեմ, եւ շատ եմ սիրում սնկով պատրաստված համեղություններ։ Այո, ես հենց նոր դրա մասին էի ասում, որ կարելի է յուրաքանչյուր մթերքի, բանջարեղենի հետ, մցամթերքի հետ օգտագործել սունկ։ Այսպես, ես արդեն ավարտում եմ այս փուլը, այո, եւ տեղափոխում եմ հենց հավի կրծքամսի վրա, որպեսզի Սա մենք ինչ պիտի անենք, պիտի լցոնենք արդեն այս հետո գնա ջեռոց, այո, եւ համադրությունը այս ամենահոյակապ համադրությունն է, հավի կրծքամիս, սունկ, պանիր, թթվասեր, այս հոյակապ համադրությունը, կարծում եմ բոլորին շատ դուր է գալիս եւ շատ բոլորի քիմքին հարիր է, կարծում եմ։ Եթե այստեղ բացառենք, եթե չկա սնկի հանդեպ որևիցե ալերգիայի նշաններ, սա էլ որովհետև կան մարդիկ, ովքեր կամ չեն սիրում սունկ, կամ որևէ այսպես ազդակ ունեն։ Խնդիր ունեն սնկի հետ։ Եթե ամեն ինչ ասված է եւ հիմա process-ին բան չկա ավելացնելու, կարող ենք դադարունել։ Իհարկե, առայժմ ոչինչ չունենք, ոչ թե ոչ դադարի, այլ առայժմ ես պետք է կտրատեմ նաեւ պղպեղը, հետո միասին արդեն կհամեմենք ու կշարունակենք մեր գործը։ Այո, այս պայն կարճ դադար կունենանք ու կվերադառնանք շարունակենք եթերը։ Բարի ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Սիրելիներս, հուսով եմ լավ եք, ձեզ լավ եք զգում, նախաճաշել եք արդեն, հիմա սուրճ եք ըմպում եւ միասին պատրաստում ենք օրվա բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք սունկ լցոնված տարբերակով, այն պետք է լցոնենք այս համեղ միջուկով, այստեղ ունենք հավի կրծքամիս, ունենք սնկի մնացորդը, այսինքն տոտիկները եւ այստեղ ավելացրել եմ այս գունագեղ պղպեղը։ Հիմա պետք է ավելացնենք նաև համեմունքները ու սկսենք կամաց իմի բերել մեր օրվա բաղադրատոմսը։ Այստեղ ավելացնում ենք սխտոր, ես այստեղ մաքրել եմ սխտոր, ահա, մենք ունենք 3 պճեղ փոքրիկ սխտոր, փորձենք ճզմել այն,
Ահա, երևի թե մեկ ավելորդ էր այս պահին, այսպես, ահա։ Խնդրեմ, ահա սխտոր ունենք ճզմած։ Սխտորը եւս այս բաղադրիչների հետ շատ համահուն չէ։ Կարծում եմ համաձայն եք ինձ հետ եւ ավելի համեղ եւ հարուստ համ կտա մեր այս միջուկին։ Հիմա ավելացնենք մյուս բաղադրիչները, այսինքն համեմունքները, բնականաբար աղ, խմելի սունելի, այստեղ ունեմ շատ հետաքրքիր խառնուրդ, միքս տարբերակ էլի նախատեսված միջուկների մսամթերքի բանջարեղենի համար, կարող եք յուրաքանչյուր խանութից էլ ձեռք բերել խառնուրդներ, այսպիսի միքս համեմունք տարբերակներ, որոնք շատ համեղ են դարձնում ուտեստները, ավելացնեմ կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր էլ սիրելիներս ավելացնենք գծու կարմիր պղպեղ, որպեսզի հետաքրքիր լինի համը, իհարկե չենք չարաշահի, այնպես որ մի փոքրիկ այսպես զգացողություն տա կծվության։ Այսպես փորձենք խառնել։ Կարծում եմ շատ գեղեցիկ է նաև, ոչ միայն անուշ բույր ունի, այլ նաև շատ գեղեցիկ է։ Այսպես, սիրելիներս, այստեղ պետք է ավելացնենք թթվասեր։ Ահա, ես պատրաստել եմ թթվասերը արդեն։ Խնդրեմ, խառնենք։ Ընթացիկ բնականաբար կարելի է փորձել համը հասկանալու համար աղը, գծուն, ինչպիսի համ է ստացել, եթե պետք է որևէ բան ավելացնել նորից, եթե ոչ, հենց այսպես էլ կմնա։ Այսպես, սիրելիներս, ահա տեսեք, թթվասերն էլ նորմալ չափին եմ ավելացրել, իհարկե դուք նայեք, եթե ցանկանաք, որպեսզի ավելի հյութեղ դառնա, մի փոքր էլ ավելացրեք թթվասեր, իսկ եթե ոչ, կարծում եմ, այնքան որ մի փոքր թաթախվի թթվասերի մեջ մեր միջուկը, իմիջիայլոց կարող եք այստեղ ինչու ոչ նաև մի քիչ էլ ցանկության պարագայում մայոնեզ ավելացնել, որևիցե այստեղ մեծ բան չի լինի, շեղում չի լինի, այնպես որ ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել մայոնեզ, մի փոքր թթվասեր, մի փոքր մայոնեզ, իսկ եթե ոչ, միայն թթվասերը բավարար է, այսպես թողնենք մարմանդ կրակի վրա, թող եփվի իրեն համար, մենք քերիչով անցկացնենք պանիրը, ահա ես տեսեք օգտագործում եմ սուլուգունի պանիր, քանի որ մենք այդ հնարավորությունը ունենք, շատ տարբեր տեսականի ունենք եւ սուլուգունի պանիրն էլ մեզ մոտ շատ առատ է եւ բոլոր համարյա բաղադրատոմսեր, այն ուտեստները, որոնք նախատեսված են պանրով պատրաստելու համար, սուլուգունի տարբերակ շատ հարմար է, կամ բնականաբար որևէ հալչող պանիր, ես օգտագործելու եմ սուլուգունի, դուք մացարելա կարող եք օգտագործել, ահա, խնդրեմ, կարող եք նաև մացարելան էլ օգտագործել, բնականաբար այս բոլորը մեզ տրամադրում է մեր լավ գործընկերը, Էլուլա ապրանքանիշը, դուք էլ գնեք եւ իհարկե վայելեք, այսպես, ահա, հիմա փորձենք քերիչով անցկացնել պանիրը եւ ամենավերջում, երբ ջեռոց տեղափոխելու լինենք, արդեն մեր սնկի վրա կավելացնենք, միջուկը կլցնենք, սունկը, ուրեմն պանիրը կավելացնենք ու տեղափոխենք ջեռոց։ Իրականում պատրաստման եղանակը շատ հեշտ է, սիրելիներս, միայն պետք է բաղադրիչները ձեռք բերել ու անցնել գործի։ Շատ ժամանակ չի խլում, կարծում եմ կես ժամվա ընթացքում կարելի է բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարել եւ տեղափոխել ջեռոց։ Այսպես։
Եվ իմիջիայլոց այս ուտեստը ուրեմն կարծում եմ հյուրասիրությունների ժամանակ շատ գեղեցիկ տեսք ունի սեղանին, երբ հյուրասիրում ես, երբ դնում ես սեղանին, շատ ներկայանալի, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր, գրավիչ տեսք ունի եւ ինձ թվում է բոլորն էլ շատ սիրում են։ Ադրինե Ջան, ինչով համադրենք այսօրվա մեր ուտեստը։ Ես առաջարկում եմ այսօր այս ուտեստը համադրել կարող ենք շուշանով Այո, թթու օգտագործել։ Կարող ենք կողքին նույնիսկ Սուրեն ջան, մենք ունենք խորոված բանջարեղեն։ Ահա, արի հերոստատիտողին էլ հուշենք, որ կարելի է սմբուկը, լոլիկը խորոված բանջարեղեն ունենք։ Մենք ունենք շուշան։ Այո։ Եվ ունենք ֆենխել, Շատ մարինովանի տարբեր ֆենխել։ Արի Շատ շուշան։ տարբեր բաներ ունենք մենք այստեղ, ծիծակ ունենք, այս խոտերից, բույսերից ունենք եւ իմիջիալոց Սիրտս շուշան ուզեց։ Հասկանում եք, սիրտս շուշան ուզեց։ Եվ բանջարեղենն էլ շատ տեղին կլինի, կարծում եմ, համադրել այս համեղ Անմահական թթվային բույր եւ համ ու հոտ։ Այո, շատ համեղ։ Հրաշալի է։ Եվ Այս այսպես։ պահածոների Ջևանի գինուգործարանի կողմից պարզապես խենթացնող են, հատկապես այս թթուների շարքը իմ համար ամենան է։ Համաձայն եմ։ Ինչ ենք անում։ Հիմա սիրելիս արդեն Դադար ենք բավականին- տալիս մեր այո, ռեժիսորը հուշեց։ Փաստորեն։ Ամեն բան պատրաստ է, մի փոքր աշխատանք է մնացել, քիչ ուշ։ Այո, քիչ ուշ, դադար, որից հետո կվերադառնանք։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես միշտ յուրաքանչյուր առավոտ խոսում ենք նաեւ առողջությունից մարզվելուց եւ մարզավիճակից։ Այս հարցում մեզ օգնում է մեր ընկերը Hill սպորտային համալիրը, որտեղ ինչպես Սոնան սիրում է ասել 73-ից, հա, ճիշտ է։ Այո, 73-ից ավելի խմբային մարզումներ կան, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ կարող եք այցելել, առանձնացնեք ձեր ամենանախընտրելիները, մարզվեք եւ հաճույք ստանաք։ Այնպես որ Hill սպորտային համալիրում սպասում են բոլորին։ Թենիսի դրական կողմերից, թենիսը մարզում է մեր բոլոր մկանները, թենիսի ժամանակ, խաղալու ժամանակ առաջանում է էնդորֆին հորմոնը, կարճ ասած երջանկության հորմոնը, ինչքան է որ մենք շատ էներգիա ենք ծախսում թենիսի ժամանակ, դրա հետ մեկտեղ մենք ստանում ենք մեծ էներգիայի աղբյուր։ Թենիսում չունենք տարիքային սահմանափակում, ընդունելությունը սկսված 5 տարեկանից, ունենք եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբեր եւ անհատական մարզումներ, անհատական մարզումները նույնպես կարող են լինել սիրողական։ Թենիսի ժամանակ շատ ցուցումներով են գալիս մեզ մոտ թենիսի եւ մեջքի եւ աչքի խնդիրների, քանի որ թենիսի ժամանակ մարզվում է ամբողջ մեջքը, ինչպես նաեւ աչքերը, աչքի խնդիրով հիվանդներին նույնպես նշանակում են թենիս, քանի որ մարզվում է աչքերը։ Ովքեր ցանկանում են ունենալ գեղեցիկ կազմվածք, խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով, մասնավորապես թենիսով։
այո։ Ամենատրենդային մարզաձևերից մեկը, նաև ամենասիրելի, այո, ես մեծ թենիս եւս շատ սիրում եմ։ Բայց չեմ կարողանում խաղալ։ Ես կարողանում եմ, որովհետև տարիներ առաջ այդպես ամառային արձակուրդներս անցկացնում էի թենիս պարապելով, իհարկե շատ լավ փորձառություն էր, որը անընդհատ ցանկանում եմ վերականգնել, բայց ժամանակի սղության պատճառով չի ստացվում։ Դե իսկ հիլ սպորտային համալիրը տալիս է հնարավորություն անպայման այցելելու եւ զբաղվելու նրանով, ինչ շատ ենք սիրում։ Իսկ հիմա Տեղափոխվենք խոհանոց եւ ծանոթանանք այն համեղության հետ, որը արդեն իսկ պատրաստման փուլում է, Ադրինե։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ եւս մեկ անգամ, հուսով եմ մեզ հետ եք ալիքը չէիք փոխել, որպիսի տեսնեք մեր բաղադրատոմսի շարունակությունը։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք լցոնված սունկ, ահա սնկերը պատրաստ են արդեն, բնականաբար այս ուտեստը պատրաստելու համար պետք է ընտրենք ամենամեծ սնկերը եւ միջուկ ենք պատրաստել։ Միջուկը բաղկացած է հավի կրծքամսից, սնկի մնացորդից, պղպեղից, կարմիր կամ գունավոր պղպեղներ կարող եք այստեղ օգտագործել եւ մի փոքր թթվասեր ունենք ու իհարկե համեմել ենք բազմապիսի համեմունքներով։ Հիմա ժամանակն է լցոնել այն եւ վրան ավելացնել պանիրը ու տեղափոխել ջեռոց։ Անցնենք առաջ, մեզ մեկ գթալ է անհրաժեշտ, որպեսզի ներողություն Այսպես էլ է պատահում խոհանոցում, մեկ էլ տեսար ձեռքիցդ ինչ-որ բան թռնում է, ահա, անցանք առաջ սիրելիներս, ասեմ, որ այստեղ ես ավելացրել եմ շատ քիչ, յուրաքանչյուր սնկի մեջ ավելացրել եմ մի փոքր հալած յուղ, քանի որ այստեղ մենք տեսականի ունենք յուղի, այսպես եմ որոշել, որ պատրաստեմ եւ պետք է մինչ լցոնելը մի փոքր ուրեմն սև պղպեղ ցանենք սնկերի վրա, որպեսզի սունկը եւս համեմվի եւ մի քիչ էլ աղ սիրելիներս, շատ քիչ աննշան այսպես ցողենք աղով ու հիմա սկսենք լցոնել։ Այսպես լցոնում ենք մեր համեղ սնկերը։ Եվ միանգամից երևի թե դասավորենք մեր հրակայուն ամանի մեջ, որը պետք է տեղափոխենք ջեռոց։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, բաղադրիչները իրականում հասանելի են եւ այնպես չէ, որ շատ բաներ է պետք այս ուտեստը պատրաստելու համար, ոչ մի քանի բաղադրիչ եւ այս համեղությունը մենք կստանանք։ Այսպես։ Այնպես անենք, որ բոլոր սնկերը ուրեմն լցոնենք, բավարարի մեր միջուկը։ Այսպես, խնդրեմ, շատ հյութեղ, շատ համեղ է ստացվելու, բույրը արտակարգ է, սիրելիներս, միջուկի բույրը խոսք չունի, այսպես։ Մի փոքր սեղմելով հրենք ներս միջուկը, որպեսզի բավականաչափ տեղավորվի ներսում։ Այսպես։ Հուսով եմ կտեղավորվի մեր ամանի մեջ։ Իհարկե եփվելիս դեռ ծավալը կփոքրանա, որովհետև սունկը գիտեք, ասացի դրա մասին, որ շատ ինքը հյութ է պարունակում եւ ջերմության հետ շփվելով այն ծավալը փոքրացնում է։ Այսպես։ Մի քանի փշրանք էլ մնացել է, էլի կավելացնենք սնկի վրա։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնաս։ Մեր երկուսի ամենասիրելի համադրությունն է, սունկ եւ հավի միս, եւ շատ
Բա բույրը։ Այո, բույրը, ես սրա մտածում եմ, այո։ Ինչո այն չէ այսօր բույրերը չեն տարածվում տաղավար եւ չեն խանգարում մեզ աշխատել, հաճելի խանգարելի։ Այո։ Այս դեպքում։ Բայց իսկապես այո, այստեղ տեղից շատ բույրը արտահայտիչ։ Այո։ Եվ իհարկե ես այստեղ տեսնում եմ Էլոլա ապրանքանիշից ես դու օգտվել, հիշեցնենք եւս մեկ անգամ մեր Շացիելի հեռուստադիտողին, որ Էլոլա ապրանքանիշը առաջարկում է անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի, որոնցից կարող եք գտնել ձեր ամենանախընտրելին, առանձնացնել թե առօրյայի համար, թե տոնական առիթների համար եւ իհարկե այս ապրանքանիշը ունի նորույթ Սուլուգունի բաստուրմա համադրություն, որը շատ համեղ է եւ մենք թիմով փորձել ենք ու շատ սիրել ենք։ Այո, իրավաց ես շատ համեղ է, հուսով ենք հեռուստադիտողը արդեն փորձել է, որովհետև մենք բազում անգամներ դրա մասին խոսել ենք, նաև միասին հեռուստադիտողի հետ ճաշակել ենք, կտրել ենք, այստեղ ցույց ենք տվել, այնպես որ վստահ եմ, որ արդեն փորձել է։ Եվ դու առանձնացրել ես Էլոլայի պանիրը։ Այո, փաստորեն մեր գործընկերը զերծ չի մնացել ինչպես յուրաքանչյուր առավոտ այս ուտեստը պատրաստելու համար, եւ թթվասեր ենք օգտագործել միջուկի մեջ եւ իհարկե պանիրը հենց հիմա կլցնենք ուրեմն սնկի վրա մենք օգտագործել ենք Սուլուգունի տարբերակը դուք ձեր ցանկությամբ յուրաքանչյուր տարբերակ էլ շատ տեղին կլինի որովհետև այստեղ մեզ պետք է հալչող Ադրինը շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է եւ իհարկե այս ուտեստի հետ, որը իդեպ շատ 5 շաբթիին է սազում, այլի դու օրվա հետ շատ համահունչ ուտեստ ես պատրաստում, կառանձնացնենք շատ համահունչ գինի, որը կառաջարկի Իջևանի գինու գործարանը, իսկ այս ապրանքանիշը բազում գինիներ ունի, մեկը մյուսից ավելի սիրելի, այնպես որ կարող եք նախընտրել ձեր ամենասիրելի համը եւ իհարկե առանձնանում է պահածոների եւ հյութերի տեսականիով, որը հենց հիմա մեր էկրաններին տեսնում եք, շատ փոքրիկ հատված է գործարանի, որովհետեւ իրենց ապրանքատեսականին շատ մեծ է եւ այս ամենը իհարկե տնական համի ու հոտի մասին են հիշեցնում, կարող եք ձեռք բերել եւ ձեր հյուրերը ու ընտանիքի անդամները չեն էլ նկատի, որ տանը պատրաստված պահածոներ չեք ձեռք բերել։ Հաստատ, շատ ճիշտ ես, իսկապես սիրելիներ շատ համեղ է, չկարծեք մենք պարզապես այստեղ գովերքում ենք, անկեղծ եթե մեկ անգամ գոնե գնեք եւ փորձեք, մեզ հետ համամիտ կլինեք։ Եվ մինչև չփորձենք ու շատ չսիրենք, այդ մասին իհարկե եթերում չենք խոսի։ Անպայման։ Այսպես շատ գեղեցիկ է եւ շատ այո։ Տոնական 5 շաբթի այսօր մեզ մոտ ստացվում։ Այո, շատ համեղ է լինելու, ես վստահ եմ, որ նաև ինչպես քիչ առաջ նշեցի, որպես հյուրասիրություն էլ շատ գեղեցիկ է այս սեղանին, շատ ներկայանալի է ստացվում եւ գրավիչ, անկախ քեզանից երբ տեսնում ես, արդեն նույնիսկ եթե չես սիրում, այսպես ուզում ես վերցնել եւ փորձել։ Այնպես որ սիրելիներս, եթե այսօր չեք հասցնի այս բաղադրատոմսը պատրաստել, ապա կարծում եմ շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ վստահաբար հյուրեր էլ կլինի տանը, կարելի է սա պատրաստել եւ հյուրասիրել։ Շատ Այո, շատ, այստեղ եւս կարող ենք մի քիչ ավելացնել։ Այո, սիրելիներս ամանի մեջ էլ պանիրը թափվեց, դա էլ հաճելի կլինի, մենք դա էլ կողքին կարող ենք մատուցել, կհալչի եւ այսպես ճոխ պանրային տարբերակով կմատուցենք այս համեղ ուտեստը ու կարծում եմ կվայելենք հաստատ։ Դե ինչ տեղափոխենք ջեռոց։ Այո, տեղափոխենք ջեռոց, համբերենք, սպասենք մինչ այն պատրաստվի։ Կարծում եմ մեզ 15 րոպե բավարար է, որովհետև միջուկը եփված է, պետք է սունկը շատ արագ կեփվի եւ կարծում եմ միայն պետք է հալչի պանիրը։ Այդ ընթացքում դիմանալու համար մենք կհյուրընկալենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, կունենանք շատ հետաքրքիր հարցազրույց, մի պահ կմոռանանք այս ամենի մասին, կփորձենք ինչքանով կստացվի չգիտեմ, հետո իհարկե կշարունակենք։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո արդեն կդիմավորենք տաղավարում մեր հյուրերին։ Այլուց ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք թատեր աշխարհ։ Եվ այսպես, մետրամպաժ, աբսուրդ կատակերգություն առանց ընդմիջման։ Երբեմն բավական է մեկ հազվագյուտ ու հանրասկանալի բառ, որպեսզի ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից եւ կյանքը վերածվի իսկական քաոսի։ Ով է նա, մետրամպաժը, ով հայտնի է մի հանգիստ հյուրանոցում։ Պարզ բանվոր է շինարար թե բարձրաստիճան մի պաշտոնյա, սա կատակերգությունը, որը պետք է զգալ ամբողջ շնչով, եւ պրեմիերան առաջնախաղը կլինի հունիսի 26-ին եւ 27-ին։
Եվ այս առիթով մեր տաղավարում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան ռեժիսոր Աշոտ Հակոբյանը եւ իհարկե Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Հասմիկ Գևորգյանը եւ Արթուր Պետրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շատ լավ տրամադրությամբ շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Շնորհակալ ենք եւ խոսենք մետրանպաժից։ Մետրանպաժ, շատ դժվար արտահայտող բառ, այո։ Այո։ Երևի սկզբից խոսեմ։ Այո։ Ինչու հենց այս պիեսը։ Դե նպատակ կար անել կատակերգություն, շատ էի ուզում, շատ հետաքրքիր կատակերգություն անել։ Ու հետ գնացի անցյալ ուսանողական տարիներ, հիշեցի, որ այդ գործը ես խաղացել էի ուսանողական տարիներում, մետրանպաժը մեր Կարոբալյանն էր արել։ Ու սկսեցի այդ գործի շուրջ մտածել, ինչքանով հետաքրքիր կլինի, որ այսօր անենք։ Ու այդ ընտրության վրա ոնց որ կանգնեցի, Հակոբ Ղազանչյանին ասացի, որ sense գործը ուզում անել, թույլ տվեց, պարոն Շաբազյանը թույլ տվեց, եւ մենք ոնց որ սկսեցինք արդեն անցանք գործի աշխատանքները։ Այդ թե ինչի մեզ ընտրեց։ Այդ թե ինչի ընտրեցի դերասաններին հենց իրենք։ Հա, ես եթերի ժամանակ մի անգամ ասել եմ, շատ եմ սիրում իրենց որպես դերասան, իմ լավ ընկերներն են ու հենց այդ կերպարներն որ կան ներկայացման մեջ, հենց իրանցն է։ Դե պատմեք ինչ կերպարներ։ Ախր որ այդ գործը կարդում ես, ոչ մի բանի պետք չի իրականում։ Պիես որպես ինքը Վամպիլովի պիեսը։ Բայց որ Աշոտի վերջնական տարբերակն ես կարդում, բացարձակ ուրիշ բան ու բոլոր ժամանակների համար պատկերացրեք։ Իմ կերպարը որ խաղամ դասական ոնց որ գրված է այդպես, կլինի շատ անհամ ու անհետաքրքիր։ Բայց Աշոտի գրած բացած կերպարով որ խաղում ես, մի հատ հաճույք է որ ստանում ես։ Եվ դու եւ վստահ եմ որ հանդիսատեսը նույնպես։ Ոչ միայն իմ կերպարը, բոլոր կերպարների մասին է։ Մեր Արթուր Պետրոսյանն ոնց որ ինձ էր գովում, շնորհակալ եմ Արթուր ջան, բայց ահա հա վերադառնանք բնօրինակին, վերջը Վամպիլո, վերջը Ես ծանոթ եմ նրա ավագ որդի պիեսին, ունեցել եմ դերակատարում։ Հանճարեղ հեղինակ ու ես երբ որ այդ գործը ընտրում էի, ինչքան էլ ինքը կատակերգական լինի, ինչքան էլ այդ նպատակը լինի, որ լիաթոք ծիծաղ լինի, չգիտեմ ոնց կստացվի, պրեմիերան 26-ին եւ 27-ին է, բայց այնքան հետաքրքիր է ինքը, որտեվ չի կարա մենակ ծիծաղի մասին լինի, այսինքն լավ կանք է որ ասում է ինչի մասին, այդ գլխավոր հերոսի վերջում շատ մեծամիտ մարդ է, շատ կյանքում ինչ ուզել արել է ու երբեք պատասխանատվության չի ենթարկվել։ Ու գալիս է մի օր, ինքը հանդիպում է մետրանպաժին։ Ու ինչա տեղի ունենում, ով է մետրանպաժը, ինչացու է, վերջը, լավ հետաքրքիր է, ով է մետրանպաժը, ձեզ եմ էլի հարցնում։ Բեմադրիչը, եթե բառաթարգման ուրիշ օրինակ։ Մենք։ Ես օրինակ, որ գիտեմ աշխարհի բոլոր կոյուղիները, կերպարի մասին է խոսքը, իրականում միջև վերջ իմ համար անհայտ է մնում, թե ով է այդ մետրանպաժը, ու վերջ չոր հասկանում, ես ամեն ինչի համար էր ես ամեն ինչը։ Հետաքրքիր բան է ինքը բարձր։ Ջրդոնց է կարողանում բոլոր պատասխանները տալ, նենց որ ոչ մի չեք ասում արդյունքում բոլոր Եթե ասենք, այսպես ասեմ, եթե ասենք ինչի մասին է խոսքը, այդ նման է նրան, ոնց որ օրինակ գնանք Տիտանիկը նայելու եւ իմանանք ու հա, ասենք կասայում ասեն եւ իմանանք որ խորտակում է Տիտանիկը։ Գոնե կերպարների բնավորության մասին մի քիչ ինչ-որ բաներ ամեն դեպքում։ Ուրեմն այս պիեսում այս գործում չկան դասական adekvat կերպարներ։ Այսինքն բոլորը մի քիչ ծուռ են ու մի քիչ խելքից մի քիչ թույլ են, էլի, բայց սա վատ իմաստով չեմ ասում, ինձ ավելի շատ գործը գրավել է հենց նրա համար, որ այստեղ սյուրվելու շատ տեղ կա ու Աշոտն էլ որպես բեմադրող ռեժիսոր շատ է օգնում մեզ, որ կարողանանք ճիշտ կողմից բացել կերպարները։ Աբսուրդ են։ Այո, աբսուրդ են բոլորը ու այս ամենի հետ մեկտեղ, այսինքն չկա այն, որ պրիմիտիվ հումորներ, օրինակ, չգիտեմ, տկլորման, ինչ որ sense բաներ չկա, այսինքն այնքան ճիշտ ու այնքան կոկիկ է ամեն ինչ, այնքան հավաքված ու այնքան զուսպա, որ որևէ մեկը երբեք չի մտածում մեզնից, որ վայ կարող է այստեղ մի քիչ շատ արեցինք, վայ բացարձակ դրա մասին չի խոսքը, կա գրոտեսկ, ինչը ինձ համար հիանալի է։ Ես որպես դերասանուհի ու կարծում եմ մնացածն էլ շատ հետաքրքիր է խաղալ եւ ֆարսում, ժանրում եւ գրոտեսկային որևէ կերպարներ, որովհետեւ այդ քեզ թույլ է տալիս քեզնից դուրս գաս ու մտնես մի հատ ուրիշ կերպարի մեջ, որը քեզ կօգնի, չգիտեմ, ուրիշ կողմից բացահայտել քեզ։ Կերպարները շատ հետաքրքիր են, շատ վառ են, շատ գունավոր են։
ու ամեն կերպար իր ուրույն տեղն ունի այս գործում, որևէ կերպար որ չլինի, արդեն ոնց որ այս շղթայից մի հատված պակասում է, էլի։ Իսկ այդ բոլոր հարցերի պատասխանները, այդ ինչա մետրամպաժը, բա ինչ գույներ են, բա ինչ կերպարներ են եւ այլն, ամսի 26-ին եւ 27-ին ժամի 7-ին Պարոնյան թատրոնում բոլոր փակագծերը կբացենք եւ հանդիսատեսին կներկայացնենք այն, ինչ որ արել ենք այսքան ժամանակ։ Ովքեր են ձեզ հետ միասին ներգրավված։ Շատ կարևոր է, որովհետեւ մարդիկ կան չեն երևում, Աշոտ ջան, ներկայացրու Արթուրը Պետրոսյան, Ասմիկը, Սոնան Մուրադյան, Վարդանը Կուղյանոսյան, Գևորգ Դավթյան, Սամվելը Դանիելյան, Իշխանը Ղարիբյանով երաժշտական ձևավորումը, Նաիրա Հովհաննիսյանը պարերը, Մարիամը Մուրադյան նկարչական ձևավորումը, կարծես բոլորին ասացի։ Այո, իրականում մեր հետևում ահռելի թիմա կանգնած, ովքեր sense պինգ։ Իհարկե Պարոնյան թատրոնն էլ մեծ սիրով, ամեն օր սպասարկումով, տեխնիկական անձնակարգ։ Ֆանտաստիկ ամեն ինչ։ Աշոտ ջան, իսկ գոհ ես արդյունքից։ Արդյունքը ես դեռ չեմ տեսել 26-ին 27-ին։ Չէ, բայց ընթացքից եմ գոհ։ Ընթացքից, չէ, հիմա երևի արդեն գլխավոր փորձերն եք չանցկացնում։ Գեներալի Պրագոն ասված։ Արդեն կարելի ասել այսօր արդեն կտեսնենք մոտավորապես այդպիսի մի բան։ Բոլոր դերասանները գոհացնում են իրենց խաղով։ Շատ լավն են։ Որքան էլ որ Աշոտը արնախում է որպես ռեժիսոր, բայց ասեմ շատ պրոֆեսիոնալ է աշխատում, շատ մանրակրկիտ, դետալ։ Ես հազվագյուտ կա տենց բան, երևի 100-ից 1-ը կարա տենց աշխատի։ Դետալը խոսք, գործողություն, չգիտեմ, արդարացում այդ ամեն ինչի դետալ առ դետալ, շտրիխ առ շտրիխ։ Դետալն էլ շտրիխ։ շատ մեծ այդ ասվածի համար, թեկուզ հայացքը ոնց նայեց, ոնց արեց, ոնց շնչեց, այդ ամեն ինչ այնքան կարևոր է։ Ու մեզանից է գնում այդ, հասկանում եք։ Առողջությունից։ Առնախում է։ Ու երբեմն Ես եմ ասում, եկել ենք հիմա ներկայացուցիչ խոսանք, թե ռեժիսորից բողոք։ Չէ, իրականում այո, Աշոտ այն բացառիկ ռեժիսորներից է, ում հետ ընթացքն է հաճելի ու արդյունքն է հաճելի, այսինքն ընթացքը այնքան պրոֆեսիոնալ ու այնքան հաճելի է անցնում, որ թեկուզ եւ հոգնում ենք, էներգիա ենք տալիս եւ այլն, բայց այնքան ենք լցվում հետո դրանից, որ չենք մտածում, վայ բա շատ հոգնեցինք, վայ բա սեն։ Լավ, իսկ Հələ որ ուզելով ենք գնում փորձերին, որովհետեւ հետաքրքիր է անցնում, ինքը շատ Շնորհակալ եմ ամեն ինչ փոխադարձը պրոֆեսիոնալ մարդիկ են, սրտացավ։ Եսը ամեն անգամ դառնում եմ մենք ու այդ գաղափարով մենք առաջ ենք գնում ու առաջնաստված ներկայացումը բոլորս շատ ենք ուզում, որ ընդունվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ինչպես մենք ենք։ Շատ լավ, յուրաքանչյուր ներկայացում գործ, որը բեմադրվում է, պիտի ինչքան էլ ինքը ունենա իր վաղեմության աստիճանը պիեսի, հա միշտ երբ որ արդիական է այսօրվա մասին է ու հատկապես մեր մասին է, սա դառնում է իհարկե գործի ամենակարևոր կետը։ Այս պիեսը, այս գործը ըստ ձեզ, ինչքան ենք մենք այս ամեն ինչում եւ ինչքան ենք մեր մասին խաղում։ Ես կարելի է մի բան ասեմ։ Ուրեմն գլխավոր կերպարը ով հայտնվում է այդ քաոսի մեջ, ինքը հղպացած ու վատ մարդ է տեսակով նկատի չունեմ, բնավորության գծերով եւ այլն։ Ու իմ կարծիքով հիմա մենք բոլորս շատ լավ գիտենք մարդկանց, ովքեր այդ բառի հայերեն չգիտեմ, բեսպրիդել, չգիտեմ այդ բառի հայերեն, մի խոսքով հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Այդ տեսակի մարդիկ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ երբեք պատասխան չեն տալիս իրենց արածների համար, որևէ արգելք իրանց դիմաց չի դրվում, ու այս գլխավոր հերոսը այդ բոլորի հավաքական կերպարն է։ Ու մենք այս ներկայացման մեջ փորձում ենք ցույց տալ, որ ամեն դեպքում գալիս է հատուցման ժամը եւ այս դեպքում փոքրիկ բառը կամ որևէ, չգիտեմ, մարդ կարող է շրջի եւ ամբողջությամբ գլխի վայր լինի, հա, այդ մարդը ու փորձի արդեն հետ նայել ու հասկանալ ինչի համար է այդ ամեն ինչը անում ու որտեղ կարելի է գնալ, այսինքն սկզբնաղբյուրը հասկանալ ու արդեն դեպի դրականը փոխվել, էլի։ Ի վերջո այդ մեծամտության կողքին նաեւ ինքը շատ վախկոտ է։ Իսկ թե ինչ է լինելու իր հետ, արդեն այդ վախկոտ մարդու երևակայությունը, այդ արդեն ինձ համար շատ ծիծաղելի է, եւ բացի այդ ինչի եղավ այդպես, ինչի ինքը դարձավ այդպիսին, ի վերջո, դա էլ է շատ կարեւոր, ինքը ուներ սիրո պակաս։ Մենք ներկայացման ընթացքում նաեւ ինչ որտեղ շեշտադրում ենք, այսինքն տենց ինքը ավարտ չի ունենում, բայց ես բնականաբար չեմ ասի շեշտադրումը, որ հատվածի վրա է լինելու։ Այսինքն ինքը ուղակի ծիծաղելի գործ չի, ես սկզբից էլ ասացի, ինքը ունի հիմք, այդ ծիծաղի այդ ամեն ինչի հիմքում ի վերջո այդ մարդու մեծամտությունն է, այդ մարդու, որ ինչ արել է կյանքում երբեք չի պատժվել ու եկել է ժամը, երբ որ ինքը հանդիպել է մետրամբաժին։ Թե ինչ անելու իր հետ մետրամբաժը, ով է մետրամբաժը, ինչ ընթացք է իրան սպասվում, այդ արդեն կիմանանք ներկայացման օրը։
26-ին եւ 27-ին հունիսի։ Շատ լավ։ Շատ գայթակղիչ էսպես։ Երևի վերջո ամենակարևորը լավ ստեղծագործության արդյունքը, դա լավ մթնոլորտի արդյունքն է լավ ստեղծագործությունը։ Մեր Պարոնյան թատրոնը տալիս է այդ լավ մթնոլորտի հնարավորությունը, որ կարողանան այսպես երիտասարդներ իսկապես իրենց ներս եղածը արտահայտել արվեստի միջոցով։ Ու մեր հանդիսատեսը վայելի է գա, տեսնի եւ արվեստ, եւ հումոր, եւ երաժշտություն, ամենակարևորը երաժշտությունն ու կատակերգությունը կա այս ներկայացման մեջ, որը համընկնում է մեր թատրոնի ֆորմատին։ Իսկ սիրելի դերասանները բացի պրոֆեսիոնալ լինելուց, բացի շնորհքով լինելուց, ունեն ուսանողի էնտուզիազմ։ Այդ ինձ համար շատ կարևոր է, այսինքն ամեն օրը մենք յուրահատուկ էներգետիկայով ենք փորձը սկսում ու չկա մի պահ, որ դու քեզ վատ զգաս էլի, որ այսինքն սա գործը ու այդ գործը պիտի գնանք մենք մեր թիմով մինչև վերջ։ Այդ ամեն ինչի համար ուզում շնորհակալություն հայտնել մեր դերասաններին ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մեր թիմի կողքին են, ձեզ էլ եմ շնորհակալություն հայտնում, որտեղ դուք մեզ հրավիրել եք, նշանակում որ դուք եք սրտացավ, որ ներկայացումը կայանա պրեմիերաները լավը լինեն։ Շնորհակալություն։ Ինչպես եք պատկերացնում ճակատագիրը ներկայացման, այսինքն ինչ հերթականությամբ եւ ինչ այսպես դասավորվածությամբ են լինելու։ Այդ հարցին մեր տնօրեն պարոն Շապազյանը կպատասխանի երբ կա։ Մենք ունենք դե 26-ին, 27-ին Դա պրեմիերա։ Եվ հուլիսի 13-ին։ Եվ հուլիսի 13-ին ունենք եւս մի ներկայացում, հետո գնում ենք արձակուրդ, գալիս ենք ու նորից նույն մեծ ուժով։ Մինչև արձակուրդ 3 հատ ունենք։ Ներկայացման մեջ կան խաղընկերներ, ում հետ առաջին անգամ եք բեմում։ Չէ, ես չէ։ Ես, հա, երևի Վարդանը։ Հա։ Բայց մտ հրաշալի դերասանը։ Ինչպես է ստացվում համագործակցությունը։ Ընտիր բոլորն են հրաշալի իհարկե։ Մեր թատրոնի մթնոլորտը իրականում շատ լավ է։ Շատ լավ մթնոլորտ է, այդ այնպես չի, որ ես հիմա Պարոնյան թատրոնից եմ դրա համար եմ այդպես ասում։ Մեծ թատրոնը բոլորս գիտենք ու շատ լավ մթնոլորտ է Պարոնյան թատրոնում, հենց այդ մթնոլորտն էլ, այսինքն մարդկանց երբ որ տեսնում ես, ժպտում ես, տրամադրությունը բարձր է, բնականաբար փորձի ընթացքն էլ է շատ լավ։ Շատ լավ, ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Կարմիր Չորգինի, որ արդեն պրեմիերայից հետո բացեք եւ թիմով նշեք։ Շնորհակալ, իհարկե հաջողությունը եւս մեկ անգամ այս գինով նշելը կարծում եմ լավ ճիշտ գրավական։ Ձեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալություն։ Մենք էլ սպասում ենք ձեզ։ Սիրով։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն պահը, որ պետք է մատուցենք մեր օրվա բաղադրատոմսը։ Այսօր ասեմ, որ պատրաստել էինք շատ համեղ լցոնված սունկ, ահա ես արդեն պատրաստվում եմ մատուցել այն, այսպես շարենք գեղեցիկ ամանի մեջ եւ վայելենք։ Շատ լավ տապակվել է, ինչպես ասում էի, հյութը ամբողջությամբ դուրս է եկել եւ իհարկե սունկը պահպանել է իր տեսքը։ Դա էլ է շատ կարեւոր, որ ամբողջությամբ տեսքը տեղն է։ Այսպես։ Վերջում ես կզարդարեմ այն սամիթով եւ իհարկե ահա տեսնում եք կողքին մենք ունենք թթվի տեսականի։ Մենք Սուրենի հետ որոշեցինք, որ պետք է թթու մատուցենք այս համեղ ուտեստի հետ։ Ահա սամիթը հենց այսպես ձեռքով ես կլցնեմ, մի քանի կտոր շուշանի թթու կտեղադրենք ափսեի այս կողմի վրա։ Ահա գեղեցիկ ձևավորում է պետք, իհարկե գիտեմ դուք ավելի լավ գիտեք ինչպես կարելի է այն մատուցել, այս կողմի վրա էլ եկեք այս համեղ բամիայի թթուն տեղադրենք, ահա այսպես, սա թողնենք մի կողմի վրա, այսպես, և ձեզ ասեմ բարի ախորժակ, սիրելիներս, ամենալավն եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում, ամենակարևորը, ձեզ հետևեք, թե ձեր առողջությանը, թե ձեր տրամադրությանը և փորձեք օրը դասավորել մինչև ավարտը շատ լավ, իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում և կհանդիպենք։
Շնորհակալություն Ադրինե, իհարկե մենք քեզ ենք շատ սիրում եւ այն համեղությունը, որը պատրաստվեց, քիչ հետո արդեն ամբողջ թիմով կճաշակենք եւ կհամեմենք իհարկե, ինչպես դու արդեն համեցիր Իջևանի գինուգործանի կողմից ներկայացվող այդ համեղ պահածոներով, մենք էլ կլրացնենք այն նաեւ կոմպոտներով, որը նույնպես ներկայացվում է եւ իհարկե փոխում է տրամադրությունը։ Եվ իհարկե չենք մոռանա կատնամթերքի մասին, իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև մանիների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Էմոցիաներ փոխանցեք միմյանց ու լավ տրամադրություն։ Այս ամենը կգտնեք արև բացիկներում, որը կարող եք հարցնել Տերյան մշակութային կենտրոնում, Կայզեր սուպերմարկետում, քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարձահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Դե իհարկե իմ այսօրվա խառը ֆենի համար է շնորհակալություն հայտնում Master Right Barber Shop-ին, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Եվ ոճային տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեր ամառային լուքերը հավաքեք Դաֆնիի հետ միասին։ Փորձեք պահել բարձր տրամադրություն, սեր, շատ սեր, ինչպես ասաց մեր հյուրը քիչ առաջ, այո, աշխարհում սերն է պակասում եւ այդ սիրո պակասից էլ սկսվել են այս թոհու բոհը ամբողջ աշխարհում, որպեսզի ամեն ինչ կարգավորվի, պարզապես պետք է սկսել հենց քեզանից, ինչպես ասում էր Ինդիրա Գանդին, եթե ուզում ես փոխել աշխարհը, ապա սկսիր հենց քեզանից։ Փոխիր քո տրամադրությունը, շատ սեր տու նրանց, ովքեր քո կողքին են։ Հավատա, որ դա իհարկե կլինի վարակովի եւ նայենք արդեն այդ սերը կփոխանցեն միմյանց, այնպես որ մենք փոխենք աշխարհը սեր տարածելով ու սիրո պակասը լրացնելով եւ հավատացեք, որ արևը կժպտա հենց ամբողջ աշխարհում։ Եվ կարողանանք շնորհակալ լինել, որովհետև դա եւս շատ կարեւոր է։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, այս առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար։ Կհանդիպենք իհարկե արդեն վաղը նույն տեղում, նույն ժամին եւ միասին կսկսենք առավոտը ու կամփոփենք աշխատանքային շաբաթը։ Մենք ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ չենք մոռանում վերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։